Քննարկում ենք հարց համար 17-ը բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը։ Զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, համեցեք Գևորգ Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանկատարությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Նմանատիպ ծրագիր նախկինում 2022 թվականին է իրականացվել եւ 24 թվականին միայն գարնանացանի մասով մենք առաջարկում ենք սա եւ աշնանացանի եւ գարնանացանի համար, որպեսզի մեր ֆերմերները, գյուղատնտեսները որոշակի հեռանկարում տեսնեն եւ իրենք որոշեն գարնանացան են ուզում ցանկ կազմակերպեն թե աշնանացան։ Բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակհաճար, հատիկանդեղեն, ոլոր լոբի, ոսպ սիսեռ եւ կերային մշակաբույսերի առվույթ կորնգան գերի ճակնդեղ մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի ցանքի բերքահավաքի եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով աշնանացան ցորենի մշակության համար 1 հեկտարի մակերեսով 80,000 դրամ, որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ օրինակ վար ցանք բերքահավաք եւ սերմի արժեքը մոտավորապես 160,000 դրամ արժեք է կազմում։ Գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության 1 հեկտարի մակերեսի հաշվով 70,000 դրամ, եգիպտացորենի դեպքում 85, հատիկանդեղենի դեպքում 100,000 դրամ, կերային մշակաբույսերի դեպքում 110,000, գերի ճակնդեղը 80,000։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների եւ համայնքների միջոցով, համայնքների մոնիտորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3%-ի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 25 թվականին կազմի շուրջ 1.5 միլիարդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15,000 հեկտար, կերային մշակաբույսերի 2250 հեկտար, ուրեմն փոխհատուցումը, որը նախատեսում ենք, որ կլինի այդքան եւ հատիկանդեղենի դեպքում մոտավորապես 500 հեկտար։ 26 թվականի համար եւս 1.4 միլիարդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, մշակվող վարելահողել տարածքների ավելացում շուրջ 36,000 հեկտարով, պարոն վարչապետ, այստեղ նաև հաշվի են առել ձեր եւ կառավարության մեր գործընկերների դիտարկումները պարենային անվտանգության մեր վերջին ռազմավարության քննարկման ժամանակ, որտեղ շեշտադրում դրվեց կենտրոնանալ հատկապես այն մշակաբույսերի կամ այն ճյուղերի վրա, որոնք որ ամբողջովին 100%-ով հնարավոր է Հայաստանում ցիկլը ապահովել եւ այս կոնտեքստում կերային բազայի զարգացումը շատ կարեւոր նշանակություն ունի, որտեղ թե կերային բազան չզարգացնենք, բայց օրինակ կենտրոնանանք պայմանական խոզաբուծության վրա, ապա կստացվի, որ աշխատանքը կիսատ ենք արել եւ թույլ հիմքեր կունենանք։ Շարունակեմ այս մասով նշել, որ աշնանացան ցորենի ցանկատարությունները պլանավորում ենք, որ կավելանան 17,000 հեկտարով, գարնանացան հացահատիկային եւ հատիկանդեղեն մշակաբույսերի ցանկատարությունները մոտ էլի 17,000-ով, 16,700 հեկտարով, որից եգիպտացորենը 1200 հեկտար, հատիկանդեղենը 500 հեկտար, կերային մշակաբույսերի դեպքում 2250 հեկտար, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38,000 տոննայով։ Նաև մի հետաքրքիր արձանագրում էլ անենք, վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում եւ սա շատ կարեւոր է այն առումով, որ մի կողմից սա կարող է, այսպես ասած, գնաճային զսպումներ առաջացնել եւ մյուս կողմից նաեւ եթե դա անգամ տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի, այս առումով եւս կարեւոր է այս նախագիծը եւ խնդրում ենք հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, այս նախագծով ըստ էության ինչ ենք ասում։ Ասում ենք, որ մեր սիրելի գյուղացիները, եթե օրինակ եգիպտացորեն ցանեն, մի հեկտարի համար մենք իրանց կտանք 85,000 դրամ, ճիշտ եմ ասում։ Գարնանացան հացահատիկի համար 70,
1000 դրամ հատիկ ընդեղ է մշակաբույսի դեպքում 100,000 դրամ մի հեկտարի պարագայում։ Այո։ Հիմա ասենք օրինակ նույն եգիպտացորենի մի հեկտար ցանկանելու համար մենք գիտենք ինչքան ծախս է պետք։ Գյուղացին ինչքան ծախս պետք է անի։ Մեր գնահատականներով, նաև մեր հարցումներով, այդ թվում համայնքների հետ զրույցների արդյունքում ողջել ենք, որ վարի ցանքի բերքահավաքի եւ հավաստագրված սերմի արժեքը մոտավորապես կազմում է 170,000 դրամ եւ դրա 50%-ի չափով հաշվարկել ենք բանվոր։ Հիմա այն օրը Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ երկու գյուղում բացարձակապես չնախատեսված կանգառ իրականացրի եւ այդ զրույցների արդյունքում Տանձուտ գյուղում էր պարոն Խուդացյան եւ Արգավանդ գյուղում էր եւ զրույցների ընթացքում էլի արձանագրեցի դիսոնանսը մեր եւ մեր սիրելի գյուղացիների միջեւ։ Հիմա օրինակ կանգնեցի պատահաբար մտա մի բակ պարզեր որ այսինքն առաջին հասկից էլ պարզեր որ մարդիկ միջինից ցածր կենսամակարդակով են ապրում եւ հետաքրքրվեցի ինչ հող ունեն նա բակում փոքր հող ունեն եւ պարզվեց որ եւս մի հեկտար հող ունեն որը չեն մշակում Հիմա ես ասում եմ բայց ինչի չեք մշակում եւ այլն եւ բերում են տարբեր պատճառներ հիմա օրինակ այդ նույն խոսակցությունը հիմա թարգմանեմ մեր այսօրվա նախագծի չնայած այնտեղ խոսակցությունը բուն հենց սրա մասին չէր բայց նաեւ սրա եւ մյուս ծրագրերի մասին էր մենք ասում ենք բայց չէ որ կառավարությունը 100,000 դրամ ասենք տալիս է ինչի համար է 100,000 դրամ տալիս ասենք հատիկնդեղենի մշակաբույսի համար Արարատյան դաշտի հող Բերի հող 100,000 դրամ տալիս է, մարդը ասում է, հա, բայց 170,000 դրամ պետքա բան անեմ, ծախսեմ ընդեղ, որ հողը մշակեմ։ Ասում եմ, հա, կառավարությունը 100,000 դրամ տալիս է։ Ասում է, հա, բայց ես այդ 170,000 դրամը չունեմ։ Ոստեղ խոսակցությունը կանգնում է։ Հիմա ընտրությունը հետևյալն է, ասեմ լավ, այդ 170,000-ն է կտանք, սա ճիշտ խոսակցություն չի։ Ինքը ասում է, հա, 100,000 տալիս եք, չեմ ժխտում, որ տալիս եք, բայց ես այն 170,000-ը չունեմ, որ գնամ ընդեղ մշակեմ։ Այստեղ խոսակցությունը մտնում է փակուղի։ Հաջորդը ավելի լայն, երբ որ մարդիկ հավաքվում են, էլի մեր տարբեր ծրագրերի մասին եմ խոսում, ասում են, հա, այդ ծրագրերը ընդունում եք, բայց դա ինչ, մեզ համար չի, դրանց էլի հարուստներն են օգտվում։ Դե ո՞նց են հարուստները օգտվում։ Ասում է, հա, դե օրինակ հիմա լսեցի այդ նախադասությունը նախկինում եթե ականջս չէր ծակի, բայց այդ խոսակցությունից հետո ձեր ասածը, երբ որ զեկուցում եք, ականջս ծակեց, ասում եք միջև 100 հեկտար, չէ՞։ Ասեք միջև 100 հեկտար։ Ասում է, հիմա այդ 100,000 դրամները կստանան նրան, ովքեր 50 հեկտար են ցանում, 60, 70, 100 հեկտար են ցանում, եւ արդյունքում կստացվի, որ էլի հարուստները, այսինքն հարուստները չեմ ասում, բանը Bill Gates-ը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն։ Այստեղ էլի խոսակցությունը մտնում է փակուղի։ Հաջորդ բանն եմ ասում։ Ասում եմ, բայց ասենք օրինակ այգի դրեք, էս արեք, դե ասում է կարկուտը են, ասում եմ, դե բայց հակակարկտային ցանցերի համար չէ որ անում ենք ծրագիր, դրա 70%-ն ենք 276 կարկտաբեր համայնքում 75%-ն ենք փոխհատուցում, մյուս համայնքներում այս պահին փոխհատուցում ենք վարկի տոկոսի 9%-ային կետը։ Հա, շատ լավ, ասենք այդ 60% փոխհատուցում ենք, ասում եմ շատ լավ, 60%-ը ես պետք է 100,000 դրամ ծախսեմ, որ դու ինձ 60,000 դրամ տաս, կամ 1 միլիոն պետք է ծախսեմ, որ 600,000 դրամը տաս։ Ասում եմ, հա, ասում եմ, բայց ես 1 միլիոնը չունեմ, որ ծախսեմ, հետո կամ ասեմ 600,000 դրամը տաս։ Ասում եմ, դե բա տոկոսն ենք սուբսիդավորում, ես ենք անում։ Ասում եմ, հա, բայց ես սև ցուցակի մեջ եմ, ես վարկ չեմ կարող վարկ վերցնեմ, որ գնամ այդ գործողությունը անեմ։ Շատ լավ, ասում եմ, բայց մենք անհույս վարկերի համար ծրագիր ենք ընդունել, որ անհույս վարկերը սպասարկենք։ Եվ բանը ինչ է ասում,
Այնտեղ մի թեթև խոսա, չգիտեմ, այդ մասերը հրապարակվել է, թե չի, ասում է, հա դա պետական աշխատողների համար է։ Ես էլ չեմ հասկանում ինքը ինչ է ասում։ Ասում եմ, չէ, ո՞նց է պետական աշխատողների համար, հետո ճանապարհին արդեն բաժանվել ենք մի 15 րոպե մեքենայի մեջ եմ, հետո եմ հասկանում, որ ինքը պետական աշխատող ասելով նկատի ունի պաշտոնաբանում հիմնարկում գրանցված աշխատողի մասին։ Այսինքն հիմա եթե այդ խոսակցությունը չլներ, հիմա ես ելույթ եմ ունենա, ասելու եմ, որ մենք մեր գյուղացիներին սենց աջակցում ենք, քաջալերում ենք, բան ենք անում, բայց իրոք այդ այն մարդիկում ես տեսա, ում հետ շփվեցի, այս ծրագիրը իրանց հետ ոչ մի կապ չի ունենալու։ Կառավարությունը իր տեսակետից մենք մեր խնդիրը լուծում ենք եւ մենք այլ կերպ ենք նայում։ Իմիջիալոց 2018 թվից էլ մեր էվոլյուցիան էլ պետք է մենք գնահատենք, որովհետեւ մենք այն ժամանակ եկել ենք, ասում ենք մենք ժողովրդական իշխանություն ենք եւ մենք պետք է փոքր հողակտորներին աջակցության ծրագրեր անենք։ Վերին շեմեր էինք դրել 3 հեկտար եւ այլն, ինչ ծրագիր ասեցին, ինչ ասեց բացեցինք այդտեղի համար, վերջում որ ուզում բյուջեի կատարողական նայում ենք, տեսնում ենք ծրագիրի 1%, 5%, 7%, ինչի, որովհետեւ չկա հետաքրքրություն։ Ես ինչ եմ արեմ սա ասում, էլ ինչ դրվակ կար այնտեղ, հա, էլի կաթիլային ոռոգման հետ կապված, էլի որ մենք ասել ենք ով կաթիլային ոռոգում կքաշի 5 տարի ջրի վարձ չի վճարի եւ այլն։ Այդ ամենը լավ է հնչում, բայց այդ մարդկանց չի ստացվում մեր երկխոսությունը իրանց հետ եւ այս ծրագրերը իրանց բան չի անում, չի հանում իրանց այդ վիճակից։ Սա հիմա ես այդ ձեր նախադասությունը որ լսեցի, որովհետեւ տեղում ես այդքան լավ չէի հասկանում, ինչ նկատի ունեի։ Չնայած էլի հասկանում եմ, որովհետեւ ասում է նա ով բանի սև ցուցակում չի, ուրեմն հարուստ է, որովհետեւ եթե հարուստ է, այսինքն իր չափանիշով հարուստ է, դե հիմա այսինքն հնարավորություն ունի։ Ով սև ցուցակում չի, նա է օգտվելու այս ծրագրերից։ Մենք մեր խնդիրը լուծում ենք այն չափով, որ այն մարդիկ, որ մտածում են, հա, 50 հեկտար անեն, ենթադրենք 10 հեկտար անեն, թե 20, բայց այն 10-ը վստահաբար անելու են, մեր այս ծրագրի արդյունքում կավելանա։ Այսինքն չմշակվող հողերի թիվը կնվազի։ Բայց ես հիմա այն մարդու մասին եմ մտածում, որ ունի մի հատ տնամերձ եւ ունի մի հեկտար հող, չգիտեմ որտեղ, եւ ըստ էության ապրում աղքատության վիճակում, բա ինչ անենք, որ լավ, որ այդ մարդուն կարողանանք այդ վիճակից դուրս բերենք։ Ինչ անում ենք, անդադ վրիպում, անդադ իրան չի վերաբերվում, անդադ կողքով անցնում։ Մեր տրամաբանությունն էլ ես հասկանում եմ, որովհետեւ էլի ընդ որում այս ծրագիրն էլ, ես անկեղծ ասեմ, ես սա լավ ծրագիր չեմ համարում։ Մենք հիմա էլ եկեք խոստովանենք, որ էլի բանի այդ մեսեջների ներքո եմ ես համաձայնվել, որ այս ծրագիրը մենք ընդունենք, որ գյուղացիները պահանջում են, գյուղացիները ուզում են, օգնեն գյուղացիներին, բայց այս գյուղացիների հետ գնացեք այս ծրագիրը իմ տեսած գյուղացիներից ոչ մեկի հետ ոչ մի կապ չունի, 0։ Սա միջին եւ խոշոր ֆերմերներին աջակցության ծրագիր է, որը էլի քաղաքական ընտրության հարց է։ Բայց եկեք չասենք, որ մենք գյուղացիներին աջակցում ենք, այդ չի խնդրեմը։ Ես խոստովանում եմ, որ ես չեմ պատկերացնում, լավ մենք ո՞նց օգնենք այդ մարդկանց։ Ինչ անենք այդ մարդկանց համար։ Այն մեթոդներն էլ ենք փորձել, որի մասին երեք ազգային ժողովում էլ խոսեցին։ Չնայած սա դրա մոդիֆիկացված տարբերակն է։ Մեր այս ծրագրերը պետքա իմաստ կունենան այն ժամանակ, երբ որ մենք մի տարի աջակցենք, 2 տարի աջակցենք, 3 տարի աջակցենք, 4-րդ տարում այդ մարդը ինքը ասի, շնորհակալ եմ, ձեր աջակցության կարիքը չունեմ։ Ես իմ տնտեսությունը դարձրի արդյունավետ, կազմակերպեցի, հիմա ես ինքս ձեզ կաջակցեմ, որովհետև տնտեսական շղթաներ կստեղծեմ, աշխատատեղ։ Սա այն պատմության տիպիկ օրինակն է, ուղղակի մի քիչ մեծ մասշտաբով, երբ որ ասում եմ մարդը հաց չունի, տանում ենք հաց ենք տալիս, հաջորդ օրը գնում ենք տենանք էլ ինչ եղավ այդ մարդու հետ, տենում ենք ինքը էլի հաց չունի։ Ասում ենք դե լավ, եկեք էլի հաց տանք։ Էլի հացը տալիս ենք, ասում ենք դե հաջորդ օրը գնանք տենանք, բա ինչ եղավ այդ մարդու հետ, գնում ենք տենում էլի հաց չունի։ Ու սենց։ Սա զարգացման ծրագիր չի, մեր զարգացման ծրագրերն չեն աշխատում։ Կամ աշխատում են հատվածական։ Ու ես էլի համոզվում եմ,
Հասկանում եք, մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում։ Վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, բան ենք անում, պարտանյութ ենք տալիս, վերլուծություններ ենք անում կաբինետներում։ Չի լինես ծրագրերը, հա, շատ լավ ընդունենք, այս տարի էլ ընդունենք։ Բայց ես ուզում եմ արձանագրենք, որ մենք անիմաստ գործողություն, ես վստահ չեմ, որ այս փողը մենք ավելի լավ տանենք 1 միլիարդով, գուցե տեղ կա մի հատ ավելի մանկապարտեզ կառուցենք, ավելի լավ է։ Սա անարդյունավետ ծրագրերը ընդունում, այն էլ որ արդյունավետ է, այստեղ ընդունում ենք բանաձևերով արդյունավետ է, գնում ենք տենանք կյանքում ինչա տեղի ունենում, էլի չի աշխատում, պրոբլեմ է։ Չենք հասնում մենք մարդուն չենք հասնում։ Ու էլի ասում եմ, այն որ մարդիկ ես իրանց ուղիղ ասեցի, ասի ժողովուրդ ջան, հիմա ինձ այնց հարցեր տվեցիք, ես այդ հարցերի պատասխաններ չունեմ։ Թողեք գնամ մտածեմ։ Բայց ես մի շաբաթ մտածում եմ, էլի չունեմ այդ հարցերի պատասխանները։ Չգիտեմ ուղղակի ինչ անենք այդ։ Ես այդ մարդու մասին մտածում եմ, ասում եմ, լավ, ինչ անենք, որ այդ մարդը, լավ, գոնե իմանանք 2 տարի, 3 տարի մի բան ենք անում, 4 տանում գնալու ենք տենանք, որ մարդը սկսել է մի քիչ այլ կերպ ապրել։ Մեր ծրագրերի բովանդակությունը բան չի անում, բայց էլ եմ ասում, որ կասեք, բա հիմա այս չանենք, ինչ անենք, ես չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Տեսականորեն կարամ շատ լավ գծեմ։ Էլի տենց ոնց որ կաբինետներում այս սենց ենք անում, սենց ենք անում, այստեղից բերում ենք ընդեղից ընդեղ ու բոլոր հարցերը լուծվում է։ Հետո գնանք տեղում ոչ մի բան չի փոխվում բացարձակ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ձեր ցույցությամբ մի քանի դիտարկումների անդրադառնամ։ Այս ծրագիրը նախ ամբողջովին համաձայն եմ, որ գյուղաբնակ քաղաքացի ֆերմեր տնտեսություն որոշակի ջրբաժան կա, այսինքն տնտեսության իրական հատվածը, ֆերմերային տնտեսությունը եւ գյուղում ապրող, այսինքն ոչ բոլոր գյուղաբնակ քաղաքացիներն են իրականում ֆերմերային տնտեսությամբ զբաղվում, եւ այստեղ իրականում մենք պետք է տարբերակված քաղաքականություն վարենք։ Այս առումով նշեմ, որ կառավարության ծրագրերը երկու մասի են բաժանվում։ Իրավամբ ճիշտ են մարդիկ ասում, որ կան ծրագրեր, որոնք որ ավելի մեծ ներդրումային ծրագրերի շրջանակում են եւ հենց դրանք իրական գյուղատնտեսության մասին, օրինակ երբ որ մենք խոսում ենք 15 հեկտար ջերմոցային տնտեսության մասին, որտեղ 30 միլիոն դոլար ներդրում է, դա տնտեսական արդյունք հետևանք ունեցող, բայց այո, ոչ բոլոր մարդկանց հասանելի է, որովհետև դա կոնկրետ խոշոր բիզնես ներդրումային ծրագիր է գյուղատնտեսության ոլորտում։ Բայց այս դեպքում իմ կարծիքով նաև որն է այս ծրագրի առանձնահատկությունը։ Այս ծրագրի առանձնահատկությունը ի տարբերություն մի շարք այլ ծրագրերի ինքը առաջին շեշտադրումը, այսպես ասած, հենց ուղիղ տնտեսական չի, այլ նաև ընդհանուր առմամբ գյուղատնտեսության մեջ գյուղաբնակ քաղաքացիների ներգրավումը, ակտիվացումը փորձեմ բացատրել ինչ նկատի ունեմ։ Մենք ձեր նշած օրինակով։ Պարզ է, այդ արդեն ես հիմա չեմ պատրաստվում այս օրենքի նախագիծը հանեմ, ասեմ եկեք չընդունենք։ Սրա մասին չի խոսքը։ Ես ուրիշ բան եմ ասում եմ մեր պատկերացրած շահառուների, այս որ մենք գրում ենք միջև 100%, միջև 100 հեկտար, չէ՞։ Ավելի ազնիվ կլինի գրենք, ենթադրենք բանից, այսինքն ներքևի շեմել դնենք, որովհետև 3 հեկտարից պակաս կամ չգիտեմ ով է օգտվում։ Հետո մենք գնացել տեսել ենք, թե ի վերջո մեր ամենափոքր հողակտորը, որ այս բանից օգտվում է, որոնք են։ Եվ խնդիրն այն չի, որ միայն այն չի, որ իրանք ֆերմերային գործունեությամբ չեն զբաղվում։ Խնդիրն այն է, որ այդ մարդու մի հեկտար հողը, որը գտնվում է Արարատյան դաշտում, տասնյակ տարիներով չմշակված հող է։ Ու մենք ոչ մի բան չենք անում, ուղղակի դիտորդի նման հետևում ենք։ Մեր ոչ մի ծրագիր չի գնում հասնում այդ մարդուն։ Մեր ոչ մի ծրագիր այդ մարդուն չի հանում իր տնից, որ գնա իր հողը մշակի, ակնկալելով, որ արդյունք կունենա։ Նկատի ունեմ պետք չի հիմա ասել, լավ շրջանառվել է, կոմիտեով անցել է, ընդունում ենք, հարցը այդ չի։ Բայց պետք է մտածենք, որ մեր բոլոր ծրագրերը, ես ինչի համար եմ գնում, պետք է այդ ծրագիրը վերցնենք, գնանք գյուղ, մոդելավորենք, տեսնենք այսինչ տանձուտ գյուղի թիվ, այսինչ տան հետ ինչ առնչություն ունի այս ծրագիրը։
այդ տունը, այդ ընտանիքը շանս ունի այդ ծրագրից օգտվելու, թե չունի։ Հետո կտեսնենք, որ ընտանիքների 75-80%-ը ոչ տեսական, ոչ գործնական շանս չունի այդ ծրագրերից օգտվելու։ Չգիտեմ ինչ դե պետք է տեղի ունենա, որ այդ մարդիկ այդ ծրագրերից օգտվեն։ Համետ Պարոն վարչապետ, ինձ թվում է այս ծրագիրը հենց նաև այդ մարդկանց համար է եւ բավականին հնարավորություն կտա, եթե թույլ տաք ներկայացնեմ ինչու, որովհետեւ իրենք իրականում շատ մեծ ներդրումներ չեն կարող անել, բայց այս ծրագիրը այդ փոքր ներդրում է պահանջում։ Ձեր նշած 1 հեկտար հողի պարագայում իրանք ընդամենը մինչև 200,000 դրամ ներդրում են անելու եւ ստանալու են ծախսերի Պարոն Պապյան, ասում եմ ես չունեմ այդ 200,000 դրամը, դուք ասում եք ներդրում են անելու։ Չունի, մարդ ասում է չունի։ Ասում եմ կարաս պատկերացնես, պարոն վարչապետ, տենց իրավիճակ, որ չունի մարդը 200,000 դրամ։ Կարաս պատկերացնես։ Ասում եմ այո, կարամ պատկերացնեմ։ Ասում եմ չունեմ այդ 200,000 դրամը։ Ասում եմ գնա վարկ վերցրու, ասում եմ սև ցուցակում եմ, չեմ կարա վարկ վերցնեմ։ Եվ սա մի հոգու մասին, 2 հոգու մասին, 3 հոգու մասին չի, 1000 հոգու մասին չի, 10,000 հոգու մասին չի։ Ես հետ եմ ասում։ Ասում եմ, բա ծրագիր 70% տալիս ենք։ Այգի գցի բան արա, ինտենսիվ գյուղատնտեսությունը ինչքան ենք փոխհատուցում։ Էլի փոխհատուցում ենք, չէ՞, տոկոս սուբսիդավորում ենք, չէ՞։ Հա, ասում եմ, բան քեշբեք ես տալիս։ Ինչքան ես քեշբեք տալիս։ 50%, 10%, լավ 70% ես տալիս։ Լավ 80% քեշբեք ես տալիս։ Այսինքն ես 1 միլիոն պետքա դնեմ, որ 800,000-ը հետ ստանամ, ճիշտ ասում եմ, հա։ Ասում եմ, ես չունեմ այդ 1 միլիոն դրամը։ Ասում եմ գնա վարկ վերցնու, ասում եմ ես սև ցուցակում եմ, վարկ չեն տալիս ինձ։ Ասում եմ բան է, ասում եմ անհույս վարկերի ծրագիր ենք ընդունել։ Ասում եմ դա պետական աշխատողի համար է, ես գյուղատնտեսությամբ եմ զբաղվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ասում եմ ավտո ծախի, ասում եմ ավտոն ծախել եմ ուրիշ նպատակի համար։ Այսինքն էլ ինչա, կովը ծախել եմ, ամեն ինչը ծախել եմ, հա։ Համեցեք։ Բայց ես ուզում եմ, որ մեր քննարկման մեջ մի հատ մենք փորձենք այնուամենայնիվ գյուղատնտեսությունը բիզնես մոդելա թե սոցիալական խնդիրը, ապա իրարից տարանջատենք։ Որովհետև եթե մեր ծրագրերը հասանելի չեն X շահառուին, որը ծանր սոցիալական վիճակում է, ցավոք սրտի, դա շատ նորմալ է ու չպետք է լինի, որովհետև ձեր ասած օրինակում այդ մարդը եթե 200,000 խնայողություն ունենար եւ ներդներ այդ բիզնեսի մեջ, անհաջողություն ավելի խորը խնդրեմ ենք առաջացնելու, որովհետև ինքը ուղղակի ավելի շատ խնդիրներ է ստեղծելու իր ընտանիքի կյանքում, որովհետև ինքը ինստիտուցիոնալ չի։ Եվ կարծում եմ ձեր նկարագրած իրավիճակի ամենամեծ խնդրը կայանում է նրանում, որ ինքը ունի հող 1 հեկտար, որ ոչ մի բան չի անում։ Շրջանառությունից հանել է, ու եթե մենք հետո հողերի կոնսոլիդացիայի խնդիրը չլուծենք, ես համաձայն եմ ձեզ հետ, որ մենք չենք կարողանում հասնենք այդ մարդկանց, բայց այդ մարդիկ էլ ինստիտուցիոնալ գյուղատնտեսության պես իրականության մեջ կարծում եմ էլ չեն կարող զբաղվել։ Ես կարծում եմ լավ առիթ է, քանի որ դուք հարցը բարձրացրեցիք, մենք պիտի այդ հողերի կոնսոլիդացիայի խնդրով ավելի ինտենսիվ զբաղվենք։ Մենք ես ինչքան հիշում եմ, նույնիսկ կառույց ստեղծեցինք, որը պիտի այդ հողերի կոնսոլիդացիան խթաներ էկոնոմիկային։ Իմ կարծիքով այդ ուղղությամբ պիտի գնանք, որովհետև մի հեկտարանոց գյուղատնտեսական բիզնես չի լինելու, պարոն վարչապետ, ուղղակի չի լինելու։ Ու մենք միշտ կվազի սոցիալական, հիմա էլ այո, ճիշտ եք ասում, կոմիտեում երկար քննարկեցինք, արձանագրեցինք, որ սա կվազի սոցիալական ծրագիր է, այս փուլում, որպեսզի սոցիալական ճնշում չլինի մարդկանց վրա կամ սոցիալական խնդիր չառաջացնենք, գնացինք այս կոնսենսուսով։ Դա նույնիսկ կվազի սոցիալական ծրագիր չի։ Սա հետևյալ ծրագիրն է, մենք ըստ էության խոշորին աջակցում ենք, որպեսզի խոշորը գնա այս մարդու հնարավորություն ունենա գնա այս մարդու իմ ասած ընտանիքի 1 հեկտար հողը գնի։ Էսա դաժան արձանագրում է, բայց մեր հիշում եք գյուղատնտեսության ռազմավարության ժամանակ ենք քննարկել, ֆունդամենտալ խնդիրն է նա, որ
մեր մոտ մի հեկտար հողի ֆորմալ, նոմինալ առումով մի հեկտար հողի մշակման վրա զբաղված է անտրամաբանական թվով շատ մարդ։ Եվ հետևաբար այս խոսակցությունից ելքը էլի վերադառնում ենք բանին։ Կարճաժամկետ լուծում չունի այս խնդիրը, չի լուծվելու կարճաժամկետում։ Երկարաժամկետ լուծումը էլի հետևյալն է, որ մենք այդ գյուղում կառուցենք մանկապարտեզ, կառուցենք դպրոց, որ այդ ընտանիքի երեխաների համար ապահովենք նորմալ կրթություն ստանալու հնարավորություն, որ այդ երեխեքը սովորեն եւ ոչ գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի շուկայում մրցունակ լինեն, գյուղում ապրեն, բայց աշխատեն այլ ոլորտում։ Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվեն նրանք, ովքեր կարողանում են հողերը կոնսոլիդացնել, ներդրումներ անել եւ գյուղատնտեսությունը դարձնել շահութաբեր ոլորտ, որովհետեւ այո, մեր վերլուծությունը դա ցույց տալիս, որ տենց բիզնես մոդել չկա, որ մարդը մի հեկտար հող մշակի եւ չլինի աղքատ։ Դրա համար էլ ինքը չի մշակում, դրա համար էլ ինքը արդեն սև ցուցակում է, որովհետև համակարգը իրան արգելում է ըստ էության անլուր ձևով համակարգը արգելում է իրան զբաղվել գյուղատնտեսությամբ, ասում եմ մի զբաղվի գյուղատնտեսությամբ։ Դե հիմա կոնկրետ այդ ընտանիքի տղամարդը, որի մասին ասում եմ, ինքը շինարարությունում էր աշխատում, որպես բանվոր էր աշխատում։ Ես էլ իրան տեղում ճիշտն ասած այդ նույն խորհուրդը տվի։ Ասի լավ, հիմա բանվոր եք աշխատում, հիմա ձեր խնդիրը պարզ է, որ գյուղատնտեսությունը չի ստացվելու, մանավանդ դուք էլ ցանկություն չունեք, հիմա պետք է մտածեք ոնց անեք, որ ձեր որակավորում բարձրացնենք, ասենք ուղակի բանվորից անցում կատարեք, ասենք ենթադրենք, չգիտեմ, սալիկ շարեք, որպեսզի ավելի բարձր աշխատավարձ ստանաք, հաջորդ փուլը, չգիտեմ, կռունկավար դառնաք, տրակտորիստ դառնաք եւ այլն, որպեսզի ավելի բարձր աշխատավարձ ստանաք։ Հա, արդյունքում էլ մենք ըստ էության այդ խոշորներին գումար ենք ուղում, թաքնված մեսեջ ենք տալիս, ասում ենք, եթե հիմա 100 հեկտար մշակում ես, մյուս տարի գնա 101 հեկտար մշակի, մյուս տարի 102 հեկտար մշակի, կամ 50 ես մշակում, 55 մշակի, 60, հա, այդ է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա։ Եվ հողերի կոնսոլիդացիայի հարցն էլ ըստ էության պետք է լուծվի, որովհետև մենք նախկինում էլ վերլուծություն ենք արել, որ գյուղատնտեսությունը շահութաբերության շեմը, չեմ հիշում, 20 հեկտարից թե 30 հեկտարից, հիմա թիվը կսխալվեն, բայց շեմ կա, որից բարձր բան չի անում։ Եվ երևի ազնիվ պետք է ուղիղ մեր մարդկանց հետ այս խոսակցությունը ունենանք, որովհետև գնում ենք իսկապես այդ հարցերին պատասխան չկա։ Էս է այդ հարցի միակ պատասխանը, որը դաժան է հնչում եւ կոպիտ է հնչում եւ լավ չի հնչում, բայց այդ է, ուրիշ պատասխան չկա։ Համեցեք, պարոն Մկրտիչ։ Պարոն վարչապետ, ես կուզենայի հիշեցնել մեկ ծրագրի մասին, որ նաև ձեր հանձնարարությամբ մենք 2022 թվականից ի վեր իրականացնում ենք, դա գյուղատնտեսական աշխատանքների աջակցման ծրագիրն է, հատկապես այն մարդիկ, այն տները, որոնք իրենց գիծ ունեն մինչև 1 հեկտար հող, մենք գրեթե ամեն տարի գերակատարում ենք ունեցել, երբ որ աջակցում ենք իր իսկ հողը այդ մինչև 1 հեկտար մշակելու եւ նաեւ էկոնոմիկայի նախարարության հետ էլ մեր այդ բաղադրիչում ունեցել ենք մի բովանդակություն, երբ որ խորհրդատվություն ենք նաեւ իրականացրել, թե օրինակ իր այդ մինչև 1 հեկտար տարածքում ինչ պետք է մշակի, որտեղ որոշակի ինքնաբավություն ապավի, եթե օրինակ միշտ սահմանել ենք 3000 շահառուի համար, 2000 շահառուի համար, միշտ մի քանի հարյուրով ավել մենք ուրեմն կարողացել ենք գերակատարել։ Բայց պարոն Մկրտիչ, ծրագիրը յոլա գնալու մասին է մեկը, այսինքն նրա մասին սոցիալական բաղադրիչի մասով եմ ասում։ Հա, նրա մասին է, որ ընտանիքը ձմեռվա իր ուտելիքը մշակի, պահածոյացնի, ամբարի, այսինքն դա էլի նույն ծրագիրն է, որովհետև այդ նույն այդ իմ ասածն է, էլի։ Մենք հաց ենք տալիս։ Հա, մի քիչ իրանց էլ ենք ներգրավում, բայց նույնն է, կարայինք ընդհուպ այդ փողը տայինք, ասենք, այս աջակցության փողն է, գնացեք պահածո առեք կամ ձմեռվա կարտոֆիլ առեք, բան։ Բայց ստե ո՞րն է առանցքային դրույթը, որ հաջորդ տարի գնում ենք, տեսնենք այդ մարդկանց կյանքում ինչ փոխվեց։ Տեսնում ենք, որ ոչի բան, էլի այդ նույն ծրագրի անհրաժեշտությունը ունեն։ Ստեղ է մեր խնդրեմը։ Այսինքն մենք այն ինչ որ մենք սոցիալական ծրագիր ենք անվանում, մեր բոլոր սոցիալական ծրագրերը մարդկանց կոնսերվացնում են աղքատության նիշի մեջ։ Մենք իրանց երկու կողմից սենց բերում ենք ու փակում ենք, ասում ենք դե եկեք սենց այդ աղքատության նիշի մեջ մնացեք։
Ինչի համար ենք դա անում։ Դա ոչ մի օգուտ չի տալիս, ոչ մի օգուտ։ Եվ ընդ որում սա շատ կարևոր է սրա մասին հրապարակային խոսել, որ մտածելակերպի փոփոխությունը տեղի ունենա։ Ես այո ասում եմ եւ ինչ որ առումով ել եմ ասում, գիտեք, ինչ կան դեպքեր, parza որ ամեն ինչի մեջ կա առանձնահատուկ դեպք, մի հատ, երկու հատ, 10 հատ, 100 հատ, կարող են լինել դեպքեր։ Բայց ըստ էության այս մեր սոցիալական տրամաբանությամբ աշխատող ծրագրերը մարդկանց ստրկացնելու մասին են, ուրիշ ոչ մի բանի մասին է։ Մարդկանց ազատությունից զրկելու մասին են, մարդկանց հնարավորությունից զրկելու մասին են, մարդկանց հեռանկարներից զրկելու մասին են։ Որովհետև այս սա սերնդեսերունդ փոխանցվում է։ Մենք փարոսից օգտվող սերունդներ ունենք արդեն, հասկանում եք, որ սերունդ ինքը իրան վերարտադրում է անընդհատ։ Այն ժամանակ փարոսից օգտվելա, հետո հաջորդ սերունդն է փարոսից օգտվում, հետո հաջորդ սերունդը դա կյանքի մասին իրանց պատկերացումը մեր աջակցությամբ ամրագրվում է, որ կյանքը բանն է, փարոսն է։ Մեզ հասանելի կյանքը փարոսն է, էսա։ Սա մեր բանը, դառը կամ չգիտեմ, քաղցր կամ չգիտեմ, էտա։ Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, սա եւ քաղաքական պրոբլեմ է, եւ զարգացմանը խոչընդոտող պրոբլեմ է։ Մենք չենք կարողանում ճիշտ խթաններ դնել, բայց էլի միևնույն ժամանակ ես ամեն անգամ երբ որ մտածում եմ, բայց երեխան մանկապարտեզ չունի, բայց դպրոց չունի, բա ինչ անելու։ Այս ճանապարհով պետք է գնանք, դրա համար եմ ասում, ես չգիտեմ, ես 1 միլիարդ ստեղ դնել ճիշտ է, կարող է պետք է տանել 2 նոր մանկապարտեզ նորոգել։ Որովհետև սա մեր կյանքում բան չի փոխում։ Տարվա վերջում ասում ենք, վայ, 2 ֆուռ ավել ցորեն ունեցանք, էս ինչ լավ է։ Հա, շատ լավ ունեցանք, բայց ոչ մի բան չի փոխում, բացարձակ բան չի փոխում։ Բայց ես դեմ չեմ այս ծրագրի ընդունման։ Պարոն Թովմասյան, դուք բան ունեիք ասելու հանեց։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, պարոն Գրիգորյանը ըստ էության ասաց այն, ինչ ուզում եմ ես ասեի, խոսքը վերաբերում է հողերի կոնսոլիդացիային եւ որպես մի օրինակ եթե բերեմ, Խորհրդային Միության փլուզումից հետո գյուղատնտեսական հողերի բաշխվածության ժամանակ ընդհանրապես կարելի ասել հաշվի չի առնվել այդ արդյունավետ օգտագործման կտորը, այն է իմ ընտանիքին պատկանում է 6000 քառակուսի մետր հող, 20 մետր ճակատով եւ 300 մետր երկարությամբ։ Այսինքն, երբ որ մենք վերցնենք, ասենք աջակցություն թեկուզ այդտեղ ցորեն, թեկուզ այլ մշակաբույս մշակելու, առնվազն այդ հողին մոտենալու այդ խնդիրն է այդտեղ արդեն արկա լինում եւ վերջի վերջո ընդհանրապես եկամտաբերություն էլ չի մնում։ Մենք տարիներ շարունակ մշակել ենք նախկինում եւ այո, կիսում եմ ձեր ասած խոսքը, այստեղ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք կոնսոլիդացիայի վրա, որ հարցը լուծենք, այլապես լուծում չի ունենալու այս խնդիրը։ Պարոն Թովմասյան, դուք այդ նկարագրեցիք լավագույն իրավիճակը, ինչ ասացիք, քանի մետր հող, ինչքան ճակատով եւ 20 մետր ճակատով 300 մետր երկարությամբ։ Բայց այդ ուրիշ բան կա, որ մարդը ենթադրենք սեփականաշնորհման արդյունքում ստացել է, ասենք 1 հեկտար հող, ասենք 350-ը մի տեղ է, 350-ը 15 կիլոմետր դեպի հյուսիս, այն տակի մնացած 300-ն էլ 32 չէ կամ 8 կիլոմետր դեպի հարավ։ Ասում եմ, մենակ ես այդ հողերի մեջ գնալու այնքան ժամանակ ու տրանսպորտ, հետո գնում ենք ասում ենք, լավ ժողովուրդ, ինչ ենք սեփականաշնորհումը սենց իրականացրել։ Ու շատ տրամաբանական բացատրություն է, որ արդար լինի, ասում ենք ոնց արդար լինի։ Դե ասում է գյուղը ունի այսքան առաջի կարգի հող, այսքան երկրորդ կարգի հող, այսքան երրորդ կարգի հող։ Որպեսզի չստացվի, որ մի մասին տրվեց առաջի կարգի հողը, այդ 3, որոնք իրարից գտնվում են այդ իմ ասած հեռավորությունների վրա, վերցրել ենք, այն բաժանել ենք հավասար մասերի, բանով վիճակահանությամբ ասել ենք ես քեզ, հետո գնացել ենք, այն ենք բաժանել հավասար մասերի, ասել ենք ես քեզ, եւ ու սա կոչվում է արդարություն, որ նայում ես սկզբունքորեն արդար է, հիմա այդ բոլոր մարդիկ արդարության հիման վրա մատնված են աղքատության, ու չենք ու միլիարդներ են ծախսվում, դա ոչ մի բանի չի օգնում։ Եվ այո, այդ պետք է լինի տրամաբանությունը, որ գյուղում ապրել դեռ չի նշանակում եւ չպետք է նշանակի գյուղատնտեսությամբ զբաղվել։ Կարող է գյուղում ապրես, զբաղվես լրիվ ուրիշ բանով,
Եվ մենք այդ ճանապարհով պետքա գնանք, հա, եւ այս խոսակցությունը պետքա մեր քաղաքացիների եւ գյուղացիների հետ ունենանք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես իհարկե հողերի խոշորացումը ըստ էության ամենակարևոր խնդիրն է մեր եւ ամենամեծ խնդիրն է այսօր արդյունավետ գյուղատնտեսություն իրականացնելու համար ես նաև առիթից օգտվելով եւս մեկ անգամ կուզեի նաև հիշեցնել մեր հանրությանը, որ մենք ունենք կոնսոլիդացիայի ծրագիր, որով 5 հեկտար եւ ավելի հողեր խոշորացնելու դեպքում մենք աջակցում ենք կադաստրային արժեքի 30% չափով գումարեք փոխհատուցում եւ այս պահին 300 հեկտար արդեն կոնսոլիդացրել ենք այդ ծրագրով 1 տարվա ընթացքում եւ ունենք 16 շահառուներ, այսինքն տարբեր քանակներով, 5 կա, 20 հեկտար կա եւ այլն, եւ սա մենք կարծում ենք, որ խթաններ առաջին հերթին խթանելով ենք փորձելու խթաններ տանք ավելյալ, որպեսզի հողերը կոնսոլիդացվեն, ոչ թե այսպես ասած այլ մեթոդներ կիրառենք, որ ստիպված են մարդիկ գնան շատ լավ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, հարցը դրվում է քվեարկության, հարց համար 17-ի մասին է խոսքը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։